Սիրելիներս, ուզում եմ խոսել 3 մութ օրերի մասին, բայց ոչ թե ֆիզիկապես այդ օրերին, թե մենք ինչ պետք է անենք, ինչ պիտի լինենք, ինչի պետք է սպասենք, այլ հոգևոր կողմի մասին, որը նույնպես նույնչափ կարևոր է, ավելի կարևոր է նույնիսկ։ Այդ 3 օրերը ունեն շատ կարևոր հոգևոր կողմ եւ ես պետք է հիմա խոսեմ դրա մասին եւ երևի նորից կխոսեմ։ Ուրեմն 3 մութ օրերին ինչ ենք անում մենք, մեզանից յուրաքանչյուրը ինչ պետք է անի։ Մենք պետք է ողջ ժամանակ գտնվենք աղոթքների մեջ։ Մենք պետք է ողջ ժամանակ գտնվենք աղոթքների մեջ։ Այդ 3 օրերի մեջ շատ մարդիկ են ընդունելու Քրիստոսին, դառնալու են իրական քրիստոնյա։ Այդ 3 օրերին շատ մարդիկ են հավատալու արդեն հափշտակությանը եւ շատ ուրիշ բաների Աստծու հետ կապված, Հիսուս Քրիստոսի հետ կապված, աշխարհի հետ կապված, վերջին օրերի հետ կապված, այն ամեն ինչ իրենք չեն ընդունում, չեն հավատում, կամ չեն էլ լսում, կամ լսում են չեն ընդունում եւ այլն։ Այդ 3 օրերի մեջ շատ մարդիկ ուղղակի ընդունելու են ճշմարտությունը եւ այդ 3 օրերի մեջ շատ մարդիկ ընդունելու են Հիսուս Քրիստոսին, բայց շատ մարդիկ էլ ուղղակի ավելի հակառակ են գնալու Աստծուն, որովհետև նրանց կարողանալու է չարը իշխի այնպես, որ նրանք ոչ թե փրկություն, ոչ թե հույս փնտրեն Աստծու մեջ եւ գտնեն, այլ հակառակը, ավելի հակառակվեն Աստծուն ու ասեն՝ ուր է դե ձեր Աստված, դե որ այդպես էր, ինչու ձեզ չի օգնում, ինչու մեզ չի օգնում, ինչու մեզ չի փրկում, ինչու ենք մենք այս վիճակում եւ այլն եւ ավելի են Աստծուց հեռանալու։ Այդ 3 օրերը կարծես այսպես ամեն ինչ իր տեղը կընկնի, որովհետև ժամանակին ինձ Տեր Հիսուս Քրիստոսը երբ ասաց, որ երբ գա 3 մութ օրերը, իմ զավակներին դու հիմա ասա, որ երբ կան 3 մութ օրերը, թող իմանան, որ ես արդեն գալիս եմ։ Ես գալիս եմ նրանց հետևից։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ինձ նաև ասաց այդ 3 օրերի մասին, ասա իմ զավակներին, որ ինչ էլ որ լինի չվախենան, որովհետև ես նրանց հետ եմ եւ նրանք ովքեր ինձ են պատկանում, նրանց գլխից ոչ մի մազ չի պակասի։ Եվ Տերն ասաց, որ ինչ վախենալի բաներ էլ որ լինեն, եւ ես այդ բաների մասին պատմել եմ արդեն, յուրաքանչյուր մարդ, ով իրեն է պատկանում, գերբնական ձևով փրկվելու է, որովհետեւ եկեք հիշենք, որ շատ գրեթե բոլոր տեղերում, ավելի ճիշտ բոլոր տեղերում ուղղակի տարբեր պահերի լինելու են երկրաշարժեր եւ այլն, չար աշխարհի մասին, դիվական աշխարհի մասին էլ չխոսեմ։ Այսինքն մենք գտնվելու ենք մահի եւ կյանքի միջև, հոգեվոր եւ ֆիզիկական իմաստով, ու այդ ժամանակ Տերն ասաց, որ ասա իմ զավակներին, որ նույնիսկ ամենավտանգավոր ու վախենալի պահին գերբնական ձևով նրանք փրկվելու են, ես նրանց փրկելու եմ, նրանցից ոչ մեկի մազը անգամ